Սիրելի երևանցիներ, իրականում Երևանի քաղաքապետարանը հիմա կենտրոնացած է օդի որակի խնդրի ավելի վերլուծական տվյալներ տալու եւ այդ վերլուծական տվյալների հիման վրա նաեւ մեր գործողությունները կարգաբերելու։ Մասնավորապես մենք ինվերսիոն շերտի կանխատեսումներն ենք կարողանալու իրականացնել, ինչ է նշանակում սա, սա նշանակում է, որ մենք օդում ինչ-որ մի մակարդակի վրա, ինչ-որ մի բարձրության վրա ունենք վատ օդի ցուցանիշներ, երբ որ այդ բարձրությունից ինվերսիոն շերտով այդ շերտը իջնում է քաղաքի վրա եւ ոչ միայն քաղաքի վրա, ամբողջ Արարատյան գոգավորության վրա, եւ Երևանում, եւ Արտաշատում, եւ Վեդիում, եւ Փոքր Վեդիում, եւ նաեւ Թուրքիայի տարածքներում Արարատյան գոգավորությունում մենք ունենում ենք նմանատիպ խնդիր։ Միանշանակ մենք ունենք հնարավորություն որոշակիորեն այս կանխատեսումների հիման վրա իրականացնել գործողություններ եւ նաեւ պետք է խնդրեմ երևի թե հաջորդ շաբաթ պարոն Տիգրան Արզումանյանը ներկա լինի եւ ներկայացնի իր կատարած աշխատանքը եւ մասնավորապես այն վերլուծությունները, որոնք որ կան, որ մենք որոշակիորեն այս իրազեկվածությունը ինչով է կարեւոր, որովհետեւ ես այդպես մարդկանց հետ խոսակցության մեջ հասկանում եմ, որ կան ինտուիտիվ բաներ, որ մեզ իրապես թվում է, որ օրինակի համար, եթե Երևան քաղաքը վերածվի մի մեծ անտառի, այս խնդիրը կվերանա։ Դա իրականությանը չի համապատասխանում։ Դրա ապացույցն է օրինակ Սարայևո քաղաքը Բոսնիա-Հերցեգովինայում, որ ավելի շատ անտառ է, հետո նոր քաղաք, այսինքն անտառի մեջ քաղաք, որտեղ ցուցանիշները խայտառակ բարձր են եւ իրականում այդտեղ կոպիտ ասած ներքին կանաչապատման աշխատանքները այդքան մեծ արդյունք չեն տալիս։ Օրինակ վերջերս նայում էի Սարայևոյում 458 էր AQI ցուցանիշը։ Շատ կարևոր է, բայց այնուամենայնիվ կանխատեսումները, որոնք որ արվում են արհեստական բանականությամբ, եթե ճիշտ եմ հասկանում, պարոն Մանուկյան, եւ այդ կանխատեսումների հիման վրա Երևանի քաղաքապետարանի գործողությունների պլանավորումը։ Ես կարծում եմ պարոն Արզումանյանի զեկույցը մի քիչ ավելի ընդլայնված հաջորդ շաբաթ երբ ներկայացվի, ըստ այդմ նաև հետագա քայլերի մասին ավելի լայն իրազեկենք։